Ինչպես փրկել թրջված բջջային հեռախոսը։ Եթե ձեր հեռախոսը ընկել է գրպանից, զուգարանակոնք կամ անձրևից թրջվել է ձեզ հետ միասին, ապա նրան լուրջ վտանգ է սպառնում։ Պարզապես պատկերացրեք, դուք հանկարծ կորցրել եք ձեր կոնտակտները, լուսանկարներ, տեսանյութեր եւ այլ կարևոր տեղեկություններ։ Բայց մի հուսահատվեք, կան մի քանի լուծումներ, որոնք կարող են փրկել ձեր հեռախոսը։ Փորձագետները զգուշացնում են, որ ջուրը հիմնական թշնամին է ձեր հեռախոսի։ Եթե կարծում եք, որ հեռախոսի թրջվելու հավանականությունը չափազանց մեծ է, դուք կարող եք կատարել որոշ քայլեր, որոնք կօգնեն պաշտպանել այն։ Օրինակ, օգտագործելով ջուր չթափանցող պայուսակ կամ պատել հեռախոսը անջրաթափանցիկ գելով, որի անունը Lickipel։ Սակայն եթե այդ միջոցները չեք օգտագործել եւ հեռախոսը եղել է ջրի մեջ, կան մի քանի տարբերակներ փրկելու ձեր էլեկտրոնային սարքը։ Փորձագետները նշել են, որ այդ մեթոդները կարող են օգտագործվել նաև պլանշետային համակարգիչների համար։ Դրանք էֆեկտիվ չեն խոշոր սարքերի դեպքում։ Առաջին, հանեք այն ջրից։ Ձեր բնազդը ձեզ չի խաբել։ Հեռախոսը պետք է հանել ջրից եւ չորացնել այն։ Անձեռոցիկով, սրբիչով, սեղանի սփռոցով կամ թիկնոցով։ Երկրորդ, մի միացրեք այն։ Մի գայթակղվեք ստուգել, աշխատում է թե ոչ։ Ամենավատ բանը, որ դուք կարող եք անել, երբ ձեր հեռախոսը հայտնվել է ջրի մեջ, այն է, որ փորձում եք միացնել։ Որպես հետևանք կարող է տեղի ունենալ կարճ միացում եւ հեռախոսը կփչանա։ Պարզապես թողեք այն ինչպես կա։ Եթե միացրած է, անջատեք։ Երրորդ կետը՝ հեռացրեք մարտկոցը եւ SIM քարտը։ Կանխելու համար կարճ միացման հավանականությունը անհապաղ դուրս հանեք մարտկոցը։ Անելով մարտկոցը կարող եք նրբորեն չորացնել հեռախոսի ներսը շորի նեղ կտորով։ Ոչ բոլոր բջջային հեռախոսները ունեն շարժական մարտկոց։ Օրինակ, որոշ մոդելների Nokia-ի եւ iPhone հեռախոսների մարտկոցը չեք կարող անել։ Այսպիսի դեպքերում պարզապես անջատեք հեռախոսը։ Նաեւ խորհուրդ է տրվում հեռացնել եւ չորացնել SIM քարտը։ Հեռախոսը կարող եք դնել տուփի մեջ եւ այնտեղ դնել սիլիցիումով գել փաթեթներ, որոնք կարող եք գտնել նոր կոշիկների արկղերի մեջ։ Չորրորդ, փորձեք հեռացնել հնարավորինս շատ խոնավություն։ Թեթևորեն փորձեք հեռացնել ջուրը հեռախոսից։ Դուք կարող եք թույլ թափահարել ձեր հեռախոսը։ Փորձեք դուրս հանել ջրի կաթիլները փոշեկուլի միջոցով։ Հաջորդը, բրինձը կարող է կլանել խոնավությունը։ Երկրորդ փուլը, դրեք այն բրնձի մեջ։ Դրեք ձեր բջջային հեռախոսը չորապակյա կամ պլաստիկ կոնտեյների մեջ, լցնելով վրան բրինձ։ Փակեք կափարիչը եւ տեղադրեք այն չոր տեղում։ Գերադասելի է այնտեղ, որտեղ կա արև։ 24 ժամ հետո հանեք հեռախոսը եւ փորձեք միացնել այն։ Բրնձի մեթոդը բավականին հայտնի է։ Այն խորհուրդ է տրվում էլեկտրոնային սարքերի մասին գրող բլոգերների կողմից։ Բրինձը ներծծում է խոնավությունը, չորացնելով հեռախոսը։ Դրեք այն արևի տակ։ Եթե չկա բրինձ, ապա կարող եք դնել անձեռոցիկի մեջ եւ դնել արևի տակ, բայց չպետք է թողնեք այն երկար, քանի որ գերտաքացումը կարող է վնասել էկրանը։ Կանխելու համար սա դուք կարող եք օգտագործել օդափոխիչ, որը կօգնի չորացնել սարքը։ Հաջորդ խորհուրդը՝ դրեք հեռախոսը ինչ-որ բանի մեջ, որը կլանում է խոնավությունը։ Որոշ բլոգերներ առաջարկում են այլընտրանք բրնձին։ Խոսքը, ինչպես վերնշեցի, սիլիցիումով գել փաթեթներն են, որոնք կարող եք գտնել նոր կոշիկների արկղերի մեջ։ Եվ վերջապես, երբ փորձել եք այս միջոցները եւ վստահ եք, որ ազատվել եք խոնավությունից, փորձեք կրկին ակտիվացնել հեռախոսը։ Այն կարող է աշխատի, կարող է ոչ։ Շատ բան կախված է, թե որքանով է այն տուժել ջրի մեջ եւ սարքի ինչ մասեր են փչացել։ Սա ճշգրիտ գիտություն չէ, պարզապես փորձ է ինչ-որ հաջողության հասնելու, բայց գոնե կիմանաք, որ արել եք հնարավոր ամեն ինչ։ Այժմ ամփոփելով տեսանյութը հիշեցնենք 10 խորամանկությունները, որոնք կփրկեն թրջված հեռախոսը։ Առաջին, հեռախոսը ջրից պետք է հանել որքան հնարավոր է շուտ եւ միանգամից անջատել։ Չմիացնեք հեռախոսը, քանի դեռ համոզված չեք, որ այն չորացել է, բացի այդ հեռախոսում ջուր մնալը կարող է կարճ միացման հանգեցնել։ Երկրորդ, հեռախոսը ջրից հանելուց անմիջապես հետո հանեք կափարիչը եւ մարտկոցը։ Դա կնվազեցնի ներքին սխեմաների վնասման հավանականությունը։ Մանրամասն մաքրեք հեռախոսը եւ դրա դետալները փափուկ կտորով կամ անձեռոցիկով։ Երրորդ, հեռախոսից հանեք SIM քարտը, չորացրեք այն, դրեք մի կողմ եւ թողեք չորանա այնքան ժամանակ, քանի դեռ հեռախոսը պատրաստ չէ օգտագործման։ Չորրորդ, պետք է հանել ականջակալները, հիշողության քարտը, պատյանը, հեռախոսը պահպանելու համար նախատեսված թաղանթները։
5. Եթե ձեռքի տակ փոշեկուլ ունեք, այն օգտագործեք ջուրը հանելու համար։ Խոնավության հետքերը մաքրելու համար անհրաժեշտ է հեռախոսի յուրաքանչյուր դետալ չորացնել մոտավորապես 20 րոպե։ Սակայն զգույշ պետք է լինել եւ փոշեկուլը չմոտեցնել հեռախոսին, ինչը կարող է ավելի շատ վնաս հասցնել հեռախոսին։ 6. Վարձահարդարիչը մի օգտագործեք բջջային հեռախոսը չորացնելու համար։ Դա անելով կարող եք խոնավությունը հեռախոսի ավելի խորքերը հասցնել։ Դա հատկապես վտանգավոր է հեռախոսի էլեկտրոնային կոմպոնենտների համար, որոնք գտնվում են հեռախոսի ներսում։ 7. Կարող եք փորձել չորացնել հեռախոսը այն դնելով չոր բրնձի մեջ։ Ինչպես նշեցինք, բրինձը լավ ներծծում է խոնավությունը։ Այդ պատճառով էլ հավանականություն կա, որ ողջ խոնավությունը կներծծվի բրնձի մեջ, ինչը հնարավորություն կտա փրկել հեռախոսը։ 8. Հեռախոսը դրեք արևի տակ, որպեսզի այն ամբողջությամբ չորանա։ Հեռախոսը կարող եք դնել ներծծող անձեռոցիկների վրա, եթե նույնիսկ այն մինչ այդ չորացել է։ 9. 24 ժամ անց համոզվեք, որ արտաքինից բջջային հեռախոսը չոր է։ Ամբողջությամբ ստուգեք հեռախոսը։ Եթե հեռախոսը չոր եւ մաքուր տեսք ունի, կարող եք մարտկոցը տեղադրել եւ փորձել միացնել հեռախոսը։ Ուշադրություն դարձրեք հնարավոր ձայներին եւ աղմուկին, որոնք կարող են ուղեկցել միանալու ընթացքում։ Եթե ձայներ են լսվում, նշանակում է, որ հեռախոսը սխալ է աշխատում։ Եվ 10. Եթե հեռախոսը չոր տեսք ունի, բայց չի միանում, ապա հնարավոր է դրա պատճառը լիցքաթափված մարտկոցն է։ Լիցքավորեք հեռախոսը, ապա կրկին փորձեք միացնել։ Եթե սա եւս չի օգնում, ապա դիմեք մասնագետի օգնությանը։